Դուք պահանջել եք, որպեսզի ձեզ հստակ պատասխան տան, հայցերը հետ կանչելը, միջազգային ատյաններում գտնվող հայցերը հետ կանչել, վերաբերում է Հետ չկանչեն, որովհետև մեր հայց, իրանք պետք է դնեն պայման, այս հարցերը լուծենք, անհայտների ճակատագիրը պարզենք ու կստորագրենք խաղաղության պայման։ Հիմա որ ստորագրում են, հայցերը հետ են կանչելու, էլ ով է զբաղվելու այդ մեր հարցերով։ Ես խիստ կասկածում եմ, մինչև հիմա ինչ են արել, որ այսքանից հետո նորից բան անեն, չեմ հավատում։ Կան հայց ունեք, Եվրոդատարանի միջնորդությունն ունեմ, ապացուցված է, որ իմ տեղում գերի են տարել, բայց իր ճակատագիրը պարզ չի։ Ոչ թվականին երբ 44 օրվա պատերազմին հոկտեմբերի 31-ին վերջի զանգն ա եղել, իր մի հետ օրերին ա եղել, էլի երևի, ես կոնկրետ օրն ու ժամն էլ ես ժամ է պահում։ Ձեզ ասում են, որ անհատական հայցերը նույնպես պետք է հետ քաշվեն։ Ես չենցի կոնկրետ ոչ մեկ բան չի ասում, ես դենց պատկերացնում եմ, բայց իրավաբաններն էլ դիմել եմ, ասում են իրավունք չունի ոչ մեկ ու հայցը հետ կանչի։ Ես չգիտեմ։ Ոչինչ էլ չասած։ Բացարձակ այդ թեմայով ոչ, ասում այնտեղ կետ կա պայմանագրի մեջ, որ այդ հարցերով պետք է զբաղվեն։ Որ պայմանագրի, Հա, խաղաղության պայմանագրի։ հարցի վերաբերյալ ոչ մի կերպ Ինքը ասում է կա արտգործնախարարությունում կա, ես չգիտեմ, ես իր վերանի բառերն եմ ասում։ Ինքը ասում է կա, ես ինքը այդ ասեց ու գնաց, ես չգիտեմ։ Հանձնաժողովի մասին էր ասում, ինչ հանձնաժողով է ձևավորել։ Հենց այդ որը պետք է զբաղվի այդ անհայտներով իբր։ Ես չգիտեմ։ Էդա